Միաբան ասենք Պարկ Հիսուս Քրիստոսին Եղբայրները շատ օրհնյալ խոսք խոսացին սիրելիներ հավատքի մասին ու մեր Տերը կենդանի է եւ ինչ որ մենք իր մասին ասենք շատ քիչ ենք ասում սիրելիներ այսօր համար սիրելիներ մեր Տերը հիմա ստեղ ներկա է մեր մեջ ու Երանի այդ անձնավորության որ այսօր իր ներկայությունը զգում է Սուրբ Գիրքն է ասենց ասում ու մենք հավատում ենք Աստծո խոսքին ուր երկու հոգի երեք հոգի իմ անունով հավաքված են ես ստեղ եմ ինքը հիմա ստեղ է եւ այսօր ով որ իր ներկայությունը չի զգում չի տեսնում ինքը շատ խղճալի մարդ է օրհնյալ է իր անունը սիրելիներ միջև մեր մտնել էստեղ եկեցում ինքը մեզանից առաջ եկել է այդ փապագով այդ գարոդով որ իր զավակների հետ հանդիպում ունենա այդ իր պապագն է ես հիշում եմ մի անգամ տեսա ոնց էր Հիսուսը մտնում էր շարքերի մեջ գարոդելով իր զավակներին սիրելիներ գարոդելով իր զավակներին եւ ուզում էր ամեն մեկին անհատնական խոսա իրենց հետ եւ էսի է մեր Տերը կենդանի ալելույա այսօր համար սիրելիներ այսօր ինքը մեր մեջն է Պարկ Հիսուս Քրիստոսին ու ինքը ուզում է մեզ մխիտարի մեզ կաչացնի մեզ զորացնի մեզ բժշկի սիրելիներ մեր հետ աշխատանք դանի էսի է մեր Տերը այդ օրը մի հատ դադիկ ինձ զանգեց ասեց Սիմոն եղբայր գարաս ինձ ասեց ամենամեծ հրաշքը որ մեկնավոր դարվել ավետարանի մեջ ասեցի գարամ ասեմ էսի ինձ համար ամենամեծ հրաշքը որ գդարվել է որ ասված մարմին հակել է ու չեր այս աշխարհը ինձ համար ամենամեծ հրաշքը էդի է եղբայրներ եւ ասեցի երկրորդ հրաշքը սիրելիներ որ մարդու բնույթը երբ որ ասված փոխում է ուրիշ հրաշք ինձ համար այսքան մեծ չի ամենամեծ հրաշքները այսոնք են սիրելիներ այսօր համար Պարկ Հիսուս Քրիստոսին որ այսօր Աստծո ցերկը չի գարջացել երեք եւ այսօր հավիտական նունն է Աբրահամի Իսահակի Աստվածը նունն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը նունն է մեր Հիսուսը նունն է սիրելիներ այսօր համար սիրելիներ թող Աստված օրհնի մեզ բոլորին Ինչքան որ գարթում եմ ավետարանի սիրելիներ չեմ տեսնում մի համար որ մի մարդ գանչեց աղաղակեց Հիսուս Քրիստոսին եւ Հիսուս իրեն պատասխան չի տվել ասենց բան չկա սիրելիներ մինակ մի տեղա գրված որ Հիսուս Քրիստոսը երբ որ մտավ ասում է չկարացավ հրաշքներ սարքեց որով այնտեղ հավատ չկար սիրելիներ Հավատքը ուր որ լինում է, ընդեղ լինում է բժշկություններ, ընդեղ լինում է ասկամես ազատագրություններ, ընդեղ լինում է փոխություններ, սիրելիներ, կյանքի փոխություններ, որովհետև հավատքը շատ կարևոր է, ինչպես որ եղբայրները գարտացին։ Եվ Աստծո ցայնը միշտ ուղարկում է մեզ բոլորի համար։ Երանի այսօր մենք հավատքով գարանք ընդունենք, սիրելիներ։ Եթե հիշում եք, մի քանի ամիսներ առաջ ես խոսացի ասված Միջև բնության միջոցով ար մեր հետ խոսում է։ Եվ ասեցի, չէ, ինչքան որ գրված է սիրելիներ ավետարանի մեջ, բնության միջոցով ալ ասված մեր հետ խոսում է սիրելիներ։ Երբ որ տեսնում ենք թրջունը, հիշում ենք այդ համարը որ գրված է, նայեցեք երկնքի թրջուններին, սիրելիներ, երբ որ տեսնում ենք ակրավը, հիշում ենք ակրավը ոնց էր, ասենք օգնեց Հաստարավ ասկամես Եղիային, միջև երբ որ ամեն մի կենտանի, ամեն մի բնություն, երբ որ տեսնում ենք ձովը,
Հիշում ենք ոնց ածված ծովը բացեց, բնությունն ալ խոսում է մեր հետ սիրելներ, ասոր համար Փառք Հիսուս Քրիստոսին, թող Աստված օրհնի մեզ սիրելներ, եւ ինչ որ իմ սրտից կա ցերեդը գեսվելու, թող Աստված օրհնի մեզ բոլորիս։ Ես կգարտամ Արաքած 30 24 մինչև 28-րդ խոսքը։ Եղբայրները հայրենով մի հատ ինձ համար գարտան Արաքած 24 27 28-րդ խոսքը։ Պատրաստիր դրսի գործքդ եւ բանդ կարգադրիր դաշտումը, հետո էլ չլինի տունդ։ Արաքած 30 24 մինչև 28-րդ խոսքը։ Չորս բան կա, որ երկրի փոքրն են, բայց իմաստուններից իմաստունն են։ Մինչև 28-ը գարտա է։ Ոչունները, որ մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրանց հարցը ամառն են պատրաստում։ Ճագարները, որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապարաժանում են շինում։ Մարախները թակավոր չունեն, բայց գուն-գուն դուրս են գալիս ամենքը։ Մողեսը կպչում է ձեռքերովը պատերին, բայց թակավորական պալատներում է նա։ Ամեն։ Փառք Հիսուս Քրիստոսին, սիրելներ։ Շատ հետաքրքիր է, համարը գարակ բադի խփեք։ Շատ հետաքրքիր է եղբայրներ ջան, թող Աստված օրհնի մեզ, նայեցեք ինչ է գրում մեզ բոլորիս համար, կարող է այսօր մարդ, զգում է, որ նա ինքը շատ դգար է, շատ թույլ է, ինքը ոչ մի բան է, բայց Աստված այսօր իր խոսքով, այսօր այս իմաստության, ուզում է այսօր մեզ բոլորին հասկացնի, ասում է նայեցեք այս 4 գենտանիները, նայեցեք այս 4 գենտանիները, շատ դգար են, բայց Աստված իրենց ինչ իմաստություն է տվել։ Շատ դգար գենտանիներ են եղբայրներ, քուրիկներ, բայց Աստված ինչ իմաստություն տվել է իրենց սիրելներ, որ գարան իրենց պաշտպանեն, որ գարան իրենց ապրեն եղբայրներ, քուրիկներ ջան։ Այսօր համար թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի։ Եվ այս 4 կենտանիները, ինչպես որ ասում եմ, շատ դգար են իրենց, սիրելներ, շատ դժվարություններ ունին, թե կյանքի հետ, թե ասենք օդի հետ, ասենք շատ դժվար են, թե կենտանիների, թե ասենք թե մարդկանց, սիրելներ, շատ հարվածներ ունի իրենց կյանքին, բայց Աստված իրենց իմաստություն տվել է, ոնց կարան իրենց պաշտպանեն։ Այսօր համար ես ուզում եմ այդ մասին խոսամ սիրելներ, տեսնում եք այս կենտանիները, սիրելներ, եթե այսօր մարդը զգա ինքը դգար, ոչ մի բան, Աստված այսօր իր հայացքը ուղարկում է մեզ այս կենտանիներին, ասում է նայեցեք իրենց, թե ինքը կենտանի է, բայց նա ինչ իմաստություն է իրեն տվել, որ ինքը գարա իրեն պաշտպանի, որ ինքը գարանա ապրի եղբայրներ։ Յովել 3:10 խոսքը, Յովել 3:10 խոսքը, նայեցեք ինչ է գրված սիրելներ, ասում է թող դգարը, ինչ ասի, քաչեմ ես, թող դգարը ասի քաչեմ ես, եղբայրս, Աստված ասում է այսօր ամեն դգարին, ամեն ինգածին ել եւ ասա քաչեմ ես, որովհետեւ ես դեր ունիմ։ Եղբայրներ, քուրիկներ, թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի։ Թող այսօր սովորենք այս 4 գենտանիներից եղբայրներ, այդ իմաստությունը, որ Աստված իրենց տվել է, եղբայրներ, իրենց պաշտպանելու համար։ Նայեցեք, առաջինը մրջյունը, ինձ համար շատ հետաքրքիր է, շատ ուշադրություն դարձրել եմ մրջյունի վրա ես, իր գործի վրա, իր ջանքի վրա, մրջյունը շատ փոքր գենտանի է ինքը, սիրելներ, շատ փոքր գենտանի է, գիտեք, ցերկով մարդը բռնում է, փոքր երեխա բռնում է մրջյունին, ասենց գարաչզմի իրեն ասկամեսի ցերկով,
Եվ շատ ժամանակ այդ մրջյունը մեր ոտքերի դագը հասկանում ես չզմվում։ Այդ մրջյունը նույնը եղբայրս։ Եվ մի հատ փոքր քամի գալիս է, այդ թրջունին հասկանում ես լրիվ հանում է եղբայրներ, գորիկներ ջան։ Եթե մի քիչ անցև է գալիս, այդ մրջյունը եղբայրներ գիտեք ինչ գնի իր վիճակը։ Բայց նայեցեք մրջյունը եղբայրներ, շատ հետաքրքիր է։ Երբ որ տեսնում ես ինչ իմաստություն ունի, ինչ իմաստություն ունի այդ մրջյունը, սերելներ, մենք տեսնում ենք այդ մրջյունը եղբայրներ, երբ որ գալիս է հասկանում ես ամառը, սիրելներ ինչ անում, սկսում է նա ինքը իր գիրագուրը հավաքում է։ Ինչ իմաստություն, մրջյուն է, դու մրջյուն գենտանի, շատ ժամանակ տողասված 1000 անգամ ընձիների, եւ տոքալ մենձիներեք, շատ անգամ այս գենտանին ասում է Տեր Աստված մեզանից ավելի լավ է։ Այս գենտանին մեզանից ավելի հասկացող է։ Մենք այսօր իմանում ենք Տեր ջան, որ վերջ են գա նեղություն մեր դիմացը, այսօր գա դժվարություն մեր դիմացը, բայց այս գենտանին իր հաշիվը անում է, բայց մենք չէ։ Սիրելներ, թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի։ Երբ մենք տեսնում ենք, սիրելներ, մի հատ փոքր մրջյուն, սիրելներ ինչ անում, երթում է սերմը, ծորենի սերմը սիրելներ իր մեն ձանդրա, դու պատկերացնում եք, իր մեն ձանդրա, ու ես տեսնում եմ, գիտեք, ես ապրել եմ էլի, վերջեք դուք ալ տեսել եք, ինչ ջանգով է քաշում այդ սերմը, միջև հասնի հասկանում ես իր բումը մտցնելը, ինչ ջանգով հասկանում եք, նայեցեք այս նկարները, եղբայրներ, կարող է այսքան բարձ չի, բայց նայեցեք իր մեն մենձա ինչ որ նա ինքը շալագել է, իր մեն մենձա սիրելներ, բայց ինչ ջանկով, ինչ տարաբանքով, ու ես տեսել եմ, գիտեք, ես տեսել եմ, երբ որ քաշում է, հադիգի սորենը, տեսնում եմ զորով քաշում է, իր պերանով քաշում է սիրելներ, ես տեսում եմ երթում է այդ մասը, ես տեսում եմ ոնց եմ հասկանում, լրիվ տեսել եմ իրեն, ոնց է անում, ասում եմ նայի այս մրջյունը ինչ ջանք է անում, սիրելներ, եւ գիտեք, երբ որ իր գիրագուրը տեսնում է մրջյունը, շատ հետաքրքիր է եղբայրներ ջան, սկսում է ուտել, եւ ինչ որ ավելորդ է մնում, ինքը չի թողում սիրելներ։ Գիտեք, այսօր շատ ժամանակ մենք երբ որ նստում ենք սեղանի վրա գիրագուր ենք դում, չէ՞, երբ որ գշտանում ենք արդեն սեղանի վրա չենք նստում, բայց ինքը սեն չի անում, ու շատ գենտանները, երբ որ գիրագուրները ուտում են, թողում են ավելորդ հասկանում ես եւ երթում են, բայց մրջյունը չէ։ Մրջյունը երբ որ ուտում է գշտանում է սիրելներ, սկսում է այդ ինչ անի, դանի իր բոմին սիրելներ։ Ինչի համար, որովհետև ինքը Աստված հետաքրքիր իմաստություն տվել է իրեն համար։ Շատ հետաքրքիր, իմանում է, որ ծմերը գալիս է, որ ինքը ծմերի ժամանակ չի դիմանում, սիրելներ, չի գարա, երբ որ անձրև է ջուրը գալիս է, չի դիմանում, չի գարա, հասկանում ես, եւ մենք տեսնում ենք այս մրջյունը, սիրելներ, ինչ հետաքրքիր ժամանակը օգտագործում է։ Մենք երեք եղբայրական ասեցինք, չէ, ժամանակը օգտագործեք, որովհետև շահը, բանը չար է, օրերը չար են։ Ժամանակը օգտագործեք, սերելներ, այս մրջյունը իր ժամանակը չի գործնում, ինչի համար դանում է այդ գիրագուրը իր հետ, սիրելներ, որովհետև ինքը չգիտի վաղը անձրև է, վաղը քամի է, չգիտի վաղը հասկանում ես ինչ է կատարվում, հասկանում ես, այսօր համար ասում է հիմնա ինձ ժամանակը, ավելի լավ է հիմա դանեմ իմ հետս, տնեմ իմ բումիվ, ես վաղը չթողեմ, այս ինչ իմաստություն է եղբայրներ, մի հատ փոքր գենտանի, նայեցեք իր իմաստությունը, եւ Աստված ուզում է մեր հետ բոլորիս խոսա սիրելներ, թող Աստված օրհնի մեզ, թող Աստված մեզ զորացնի սիրելներ, որ մենք garanանք սովորենք սիրելներ, այս փոքր մրջյունից, որ մենք տեսնում ենք ինչ ջանք անում սիրելներ, Փառք Հիսուս Քրիստոսին, թող Աստված օրհնի սիրելներ մեր բոլորիս, եւ գիտեք, երբ որ նա ինքը իր սերմը, նա ինքը դանում է, ասենք իր բումը տնում է սիրելներ, շատ հետաքրքիր բան ասում, դուք գիտեք, սերմը ինքը ձլում, ասենք ես հիշում եմ մի անգամ, ասենք մի հատ եղբոր հետ, ասենք խոսում էի այս թեման, ասում եմ նայեցեք ինչ իմաստություն է մրջյունը, եւ ասում եմ նայեցեք սերմը ոնց է դանում, հասկանում ես վերջեն իր բումը տնում է, իր հաշիվը անում է, որ ծմեր գա իր դիմացը, ինքը շատ հետաքրքիր բան ասեց, այսքան կբավ իմ սրտից, ասեց գիտես Սիմոն եղբայր, ինչ ալ գա, մրջյունը ինչ անում, ասում է երբ որ ծորենը դանում է, հասկանում ես, ասում է սկսում է փշրի ինքը, ասում եմ հետաքրքիր է, ինչի համար,
ասում է որ չձլի, չէ եթե ձլա մեծ խնդրեմ է իրենց համար։ Ինչ հետաքրքիր սիրելներ, պատկերացնում եմ ուրեմն մրջյունը նա ինքը ծմերնար կորձունի սիրելներ, իր հավաքածը զգուզում է ինչ անի, սիրելներ, ջարդի, գդրի, որ այդ սերմը չձլի։ Հասկանում եք, այս ինչ իմաստությունն է եղբայրներ։ Ես իմ կարծիքը, երբ որ տեսնում եմ այս մրջյունը, մեկ ամաչում եմ, մեկ լացում եմ, ասում եմ դեր գենտանի է, ոնց ինչ իմաստությունով նա ինքը վարվում է, բայց շատ ժամանակ մենք չէ, ինչ ամոթելի է մեզ համար, սիրելներ, ճիշտ է ջիշի, ասոր համար նայեցեք սիրելներ, եթե Աստված այս գենտանին դվել է այդ ուժը, դվել է այդ իմաստությունը, ջանք անելը սիրելներ, ինչքան ավել ինձ ու քեզ, ասոր համար սիրելներ, Փառք Հիսուս Քրիստոսին, թող Աստված օրհնի մեզ, եւ մենք կարանանք սովորենք սիրելներ, սովորենք այս գենտանիից, ամեն սիրելներ, եւ երբ որ մենք խոսում ենք հոգեվորապես, ինչ սովորենք, ժամանակը, գիտեք, ես հիշում եմ մի հատ եղբայր ձեր դարիքով, մեր քևորք եղբայրներ Ամերիկայի, ես հիշում եմ նոր ամուսնացած էի, երեխաներ չկային հələ, ասում արիմոն եղբայր, մի հատ խորհուրդ դամ քեզ, ասեցի ասի քևոր եղբայր, ասեց ժամանակը ճիշտ օգտագործի, ասում ասկսի գարտալ ավետարանը, աղոթը, վաղը շատ երեխաներ գունենաս, դու չես ունենում այդ ժամանակներ ու հնարավորությունները, սիրելներ մտավ իմ խելքը, ու ես սկսա ավետարանը, օրվա մեջ 4 ժամ, 5 ժամ գարտում էի ավետարան, աղոթքը սիրելներ, ու ճիշտ է այսօր ուտած երեխա, ես չունիմ այդ օրվա հնարավորությունները, սիրելներ, 4-5 ժամ օրվա մեջ գարտամ, բայց այդ օրերը գար այդ հնարավորությունները, եւ այդ օրերը սիրելներ ես շահեցի, ճիշտ օգտագործեցի սիրելներ, Աստծո խոսքը գարտալը, ասոր համար սիրելներ, թող Աստված օրհնի մեզ, որ Աստված այսօր ասում է, օրերը չար են, դու չգիտես ինչ է կատարվում, նեղությունները, դժվարությունները սիրելներ, երբ որ գալիս է ժամանակ, գարտա ամեն օր ավետարանը մի թող, աղոթքը մի թող, որովհետև նեղությունները գալիս է, որովհետև դժվարությունները գալիս է, Սուրբ Գիրքը մեզ սովորացրեց, Սուրբ Գիրքը ասեց մեզ սիրելներ, բարձ խոսացել է մեզ համար սիրելներ, նեղության ժամանակ ես ալ ցեզի բահում եմ, ինչի համար, որովհետև դուք իմ խոսքով ապրակ, ալելույա, այո նեղության ժամանակ Աստված բահում է իր ժավազավագին, ինչի համար, որովհետև իր խոսքով ապրում, սիրելներ, Աստված ալ իրեն բահում է, թող Աստված օրհնի մեզ սիրելներ, եւ մենք գարանանք ժամանակը ճիշտ օգտագործենք, Հովսեփը սիրելներ, դուք գիտեք բոլորը այդ բադմությունը, Հովսեփը սիրելներ, երբ որ գնաց Եգիպտոս, Պարաբոնը երազ տեսավ, որ 7 տարի սով պետք է լինի, եւ 7 տարի ինչ պետք է լինի, օրհնություն սիրելներ։ Հիմա այդ երազը անհանգստացնում է Պարաբոնին, եւ վերջեն երբ որ հասավ հերթը Հովսեփին մեկնի երազը սիրելներ, իրեն բարձ ասեց, ինչ իմաստության, ասեց այդ օրհնության օրերը ճիշտ օգտագործենք, ինչ անենք, ամբարներ սարքենք եւ հավաքենք ծորենը եւ ամբարների մեջ տնենք, որ գարանանք այդ սով դարիներին 7 տարի գարանք դիմանանք, չէ ամբողջ Եգիպտոսը կջնջվի, սիրելներ, եւ Պարաբոնը նայեցեք ինչքան իմաստության մարդ էր, սիրելներ, ընդունեց այդ իմաստությունը, որ Աստծո կողմից է, ասեց ուր դեսնամը սենց մարդ, որ Աստծո հոգով լեցված, եւ այսօր Աստված մեր հետ խոսում է դարբեր եղբայրների միջոցով, սիրելներ, խորհուրդներ են տալիս, ոնց վարվիս այս չար աշխարհի մեջ, սիրելներ, ընդունեք եւ ապրեք, եւ մենք տեսնում ենք սիրելներ, Հովսեփը արեց այդ, եւ եկավ օրեր, հասավ, որ այդ հանությունը կատարվի, 7 տարի սով, եւ ամբողջ աշխարհը երթում էր Եգիպտոս սիրելներ, որ իրենց ծորեն առնեն սիրելներ, ասոր համար թող Աստված օրհնի մեզ սիրելներ, որ ժամանակը մենք ձախու առնենք, 10 կուսերը սիրելներ, 10 կուսերը, իրենց լամպուշները սիրելներ, գիտեք, 5 հիմարները, լամպուշները գային, բայց զապաս իրենց հետը չկային, սիրելներ, երբ որ Պեսան եկավ արդեն մարում էր, ասեն ուշ էր սիրելներ, բայց մուսերը իմաստուն էին, սիրելներ, զապաս դալեր իրենց հետը,
Ասոր համար սիրեներ, այսօր Աստված ասում է, «Կու հաշիվդ առ, կու դիմացդ գալիս է, այդ օրերը, այդ դժվարությունները եղբայր, գալիս է դժվար օրերը, մենք այսօր գիշեր ու ցերեկ Աստծո երեսը պիտի պնդրենք, գիշեր ու ցերեկ Աստծո խոսքի մեջ խորանանք, գալիս է սիրեներ այդ օրերը մեր կյանքին մեջ, ինչպես որ մրջյունը հասկացավ եւ այդ իմաստության վարվավ, այսօր ասում է ինձ ու քեզ, նայ երեխաս, նայ ինչ իմաստությունն է եւ ոնց է վարվում, դու էլ արայդի, ինչով ես քո ժամանակներդ, ինչով ես ծախում քո ժամանակներդ, գիշեր ու ցերեկ նստած եմ հերախոսի վրա, գիշեր ու ցերեկ հասկանում ես վեճ են հերախոսը չի ընկնում ինձ ցերկից, գիշեր ու ցերեկ ինտերնետի հետևը, գիշեր ու ցերեկ WhatsApp-ով գրելը սիրելներ, որ մարդկանց դները արդեն կարծում են բամբասում են սիրելներ, ինչով ես դու այսօր քո ժամանակդ եղբայրս, դու չգիտես այդ օրերը գալիս է, որ դու պիտի լեցվիս Աստծո խոսքով, որ դու գարաս ամբողջ նեղությունները դանես, ասոր համար սիրելներ, թող Աստված օրհնի եւ Աստված մեզ զորացնի։ Երկրորդը սիրելներ, երկրորդ գենտանի ճակարը, ճակար չէ ասում եք հայրենով, սիրելներ, նկարը լավ բար չի երևում, նկարը լավ բար չի երևում, բայց նայեցեք նա ինքը ուր է բահվում է։ Գրված է ճակարի մասին ասում է իր դունը նա ինքը շինում է ժայռի վրա։ Իր դունը շինում է ժայռի վրա սիրելներ։ Ինչի համար, ինչպես որ ասեցի, ճակարը ասենց նմանվում է ինքը նաբաստագին համարյա։ Եվ համարյա ինքը իր միսն նաբաստագի համի լման է, սիրելներ։ Բայց ինքը շատ դգար գենտանի է, շատ դգար սիրելներ։ Իր որսով, ասենք որ որսեն իրեն շատ հեշտությունով գարան որսեն սիրելներ։ Եթե մի գենտանի գա հասկանում ես գա ինքը չունի զենքեր իրեն պաշտպանելու, չունի զենք պաշտպանելու իրեն, չունի այդ ուժը իրեն պաշտպանելու, բայց Աստված այս գենտանուն շատ հետաքրքիր իմաստություն է տվել։ Հասկանում ես, որ իր դունը ուր են շիրում ժայռերի վրա, ժայռերի մեջ սիրելներ։ Գիտեք, շատ փոքր դեղեր ժայռեր կան, որ փոքր ճյուղեր ինքը ջան կանում սիրելներ, ճյուղերի մեջ հասկանում ես ժայռերի վերջեն տեսնում եք չէ ուրա բահվան։ Եթե դες էսի քիչ մեծացած է, բայց ինքը շատ փոքր է։ Ամեն մարդ չի կարա մտնան դեղ սիրելներ, ամեն գենտանի չի կարա բռնի իրեն։ Եվ երբ որ նա ինքը ելնում է, հասկանում ես իր գիրագուրը հավաքում է, երբ որ տեսնում է սիրելներ, որ եկավ իրեն մի դժվարության, նա ինքը մի անգամով փախնում է եւ մտնում է ժայռերի արանքները եւ չեն կարա բռնել իրեն։ Տեսնում եք ինչ իմաստություն է սիրելներ, ասոր համար թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի սիրելներ, գարանանք մենք կալ սովորենք սիրելներ, այս փոքր գենտանի շատ դգար, բայց նայեցեք նա ինքը ուր է ապրում սիրելներ, նայեցեք նա ինքը ուր է ապրում, նայեցեք Աստված ինչ իմաստությունով իրեն վերջեն զենքը վերա։ Եղբայրս քուրիկս իր հաշիվը արել է, դժվարություններ գա գենտաններ, որ գարան շատ հեշտությունով սիրելներ, հասկանում ես իրեն վերջացնեն եւ միշտ դգար, ասենք գենտանիները պետք է բնական այսօր չունեին, ասենք վերջեն լրիվ ջնջվեին, բայց այսօր մենք տեսնում ենք չեն ջնջվում, ինչի համար Աստված իրենց համար հadoop իմաստություն տվել է։ Այսօր համար սիրելներ, թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի, հոգեորապես ինչ սովորենք։ Մեր Հիսուս Քրիստոս ասում է, իմաստուն մարդը այդ իմաստուն մարդն է, այդ դունը չէ, որ խոսքս լսում է, ինքը իր դունը ուրա շինում ժայռի վրա։ Սիրելներ, տշնամին գալիս է, նեղությունները գալիս է, այս մարդը աբահով դեղ ունի, իր վրան չի ազնում, ոչ մի դժվարության, ոչ մի նեղության, որը ինքը ժայռի վրա իր դունը շինեց։ Եթե այս գենտանին ժայռի մեջ է բահբավում սիրելներ, պաշտպանելու իրեն ամեն դժվարության եւ ամեն հասկանում Վերջեն նեղություն տեսնում եք սիրելներ ինչ անում, ինչ սովորենք այսօր եղբայրս քուրիկս, թող Աստված մեզ իմաստություն տա։ Երրորդ գենտանից մորեխը եղբայրներ։ Գիտեք, մորեխը նա ինքը դենց սիրում է, ասենք հունցքը, որ հələ դեր գանանչ է, որ ինքը գանանչ է։ Գիտեք, ես ապրել եմ Սուրիա երկրում, երբ որ տեսել եմ մորեխը հասկանում ես վերջեն բաբաս որ ցանում էր բան, երբ որ տեսում էի մորեխ գա մի բան,
մի անգամով հանում է գոշիկ, հասկանում ես խփում է իրեն։ Հասկանում է դեղի հասկանում ես իրեն սպանում է, վազում է միջև իրեն բան, ասում է էսի գիտես ինչ գանի։ Հիմա մորեխը նայեցեք Աստված ինքն է շատ տուլ գենտանի է, շատ տուլ գենտանի, սիրելներ։ Դեսում ես մի հաճստիկ խփես իրեն, հասկանում է մեռնելու է։ Բայց նայեցեք Աստված ինչ իմաստության զենքել է իրեն, սիրելներ։ Ինչ անում էսի, սիրելներ։ Եվ տեսնալով, որ շատ շուտով գարան իրեն հարված են, ինչ անում, սկսում են միաբան իրար հետ։ Եղբայրը գարանի, նկարը քիչ մի բարձ չի, սիրելներ։ Իրար հետ դուրս են ելնում արդեն, սիրելներ։ Հազարներով իրար հետ հավաքվում են։ Գիտես, էսի ասենք միտք, իմ միտքն է իհարկե։ Իրար հետ սովածանում են։ Իրար հետ պիտի ուտեն, ասենց են որոշել։ Արեք սենց անենք, չէ, մենք հասկանում ես գմեռնինք։ Եթե մենք ասենք չանեցինք, սիրելներ, հասկանում ես, մենք հարվածների դակ ենք ինգնելու։ Արեք միաբանվինք իրար հետ, մենք իրար հետ սովածանանք, իրար հետ դուրս ելանք, իրար հետ գշտանանք, իրար հետ ինչ անենք։ Հետ դառնանք, սիրելներ։ Եվ մենք տեսնում ենք, սիրելներ, մորերքները հազարներով, սիրելներ, դուրս են ելում եւ մտնում են, սիրելներ, հասկանում ես վեճ են այդ դեղը որ ցանված է, կանանչի է, այդ մարդը ինչ կարող անի, ոչ մի բան, եւ ինչ կարանանք սովորենք ստեղից, սիրելներ, միաբանությունը, սիրելներ, միաբանության մեջն է հաղթությունը, ով Աստծո մարդ, սովորի միաբանությունը, առանձինը շատ հեշտ է բռնելը քեզ, առաջին մնալը շատ հեշտ է քեզի բռնելը սատանան, միաբանության մեջն է հաղթությունը, եղբայրս, այսօր համար ասում է սովորի, սիրելներ եկեք, սովորի եւ հոգեվորապես ինչ սովորինք, հոգեվորապես առաջին եկեցին այս կյանքը ապրում էր, այս իմաստությունը ունի, սիրելներ, շատ հետաքրքիր է Գործ Առաքելոց 2:46 խոսքը, ասում է իրար հետ էին մի շունչով, մի հոգով, եւ իրար հետ հավաքվում էին, սիրելներ, գրուպ իրար հետ հավաքվում են, իրար հետ ուտում էին, իրար հետ ուրախանում էին, սիրելներ, այսօր համար առաջին եկեցին շատ զորավոր էր, որովհետև իրար հետ բան էին, այսօր համար ոչ մի մարդ չկարացավ ջարդի, խնդրում եմ ցեզանից այս իմաստությունը սովորենք, որ այսօր ավետարանը մեզ համար խոսում է, եղբայրս, քուրիկս, թող Աստված օրհնի մեզ, եւ մենք տեսնում ենք, սերելներ, ինչ միաբանության, մի միտք, այսի ամենակարևորն է, սերելներ, մի հոգով են վարվում, մի միտքով են վարվում, այսօր համար հաղթում էին, մորեխեդենց, հասկանում ես, իրար հետ, սիրելներ, սովածանում էին, իրար հետ դուրս են ելում, մի միտքով, սիրելներ, այսօր համար երբ որ մտնում են մի մարդու տաշտի, ոչ մի մարդ չէր կարար, այդ տաշտը զերո դարձնում էին, որովհետև միաբանությունը գա, սիրելներ, այսօր համար խնդրում եմ ցեզանից, գիտես Եգիպտոս եղբայրս երկիրը շատ զարգացած երկիր, ասեն չի, եթե դու նայես իրենց շինարարությունները, որ շիներ են, այդ ժամանակ գործիքներ ալ չունեին, գործիքներ չկար, որ այդ շինարարությունը անեին, ամեն մի քար, չգիտեմ քանի 1000 կիլո, բայց գնացեք, նայեցեք ինչ բաներ սարքել են եղբայրներ, բայց երբ որ Աստված մորեխները ուղարկեց, այն մորեխների դիմաց չկարացան գայնեն, ոչ մի մարդ չկարացավ գայնի, եղբայրս, այսօր համար թող Աստված օրհնի սիրելներ, եւ մենք գարանանք սովորինք մորեխի կյանքից, եղբայրս, մորեխի կյանքից միաբանվեք իրար հետ, մի առանձնացնեք եւ ոչ էլ առանձնացնեք, մի առանձնացնիր եւ ոչ էլ առանձնացնեք, ավելի ճիշտ ասած, ես գուշտինի եղբայրս, տեսնում ես մի եղբայր, տեսնում ես մի քուրիկ, առանձինա բեր իրեն հավաքի, բեր իրեն տիր, իր հետ միաբանվի, որ ինքը առանձին չլինի, որ շատ հեշտությունով կուլ չտա սատանան իրեն, հասկանում եք սիրելիներ, Աստված էսի է ուզում մեզ սովորացնում, առաջին եկեցին միշտ իրար հետ էին, այսօր համար զորավոր էր, եւ Աստված ասում է այսօր միաբան եղեք իրար հետ, մի միտք ունեցեք, հասկանում ես, եթե մենք չունենանք մի միտք, սիրելիներ, շատ հեշտությունով սատանան խփելու է մեզի, մենք տեսնում ենք սատանան, հասկանում ես, ինքը խորագետ է, մենք տեսնում ենք ինչ անում, ուզում է հադուկ ծրվում է, գիտեք միշտ եղբայրները ասում են, գիտեք երբ հասկանում ես ոչխարին որսում հասկանում ես այրուձը, գիտեք երբ սիրելիներ,
Երբ որ ինքը հոդի հետ է չի մոդիգնում, բայց ինքը երբ որ մի քիչ ուշանում է, արդեն իր գենտրոնան հասկամես ոչխարի եւ վազում է եւ պերիում է եւ իրեն մորտում է։ Մի առանձնացեք եւ ոչ ալ առանձնացիր, սիրելներ, միաբանվի Աստծո ժողովրդի հետ ու գունենաս դու հաղթություն։ Դու Աստված օրհնիկ ես, եղբայրս։ 4-րդը երրորդն է, չէ՞։ Չէ, 4-րդն է։ Դու Աստված օրհնի սիրելներ։ Գիտեք, հայրենով գրված է ինքը սարդ է, չէ, մեր մոդը գրված է սարդ, բայց հայրենով գրված է մողես։ Բայց եթե վիճի հայրենով վեճին գարտած գրված է եւ սարդ։ Հայրենով վեճի դագը գրված է եւ սարդ։ Ճիշտ է։ Գարտացել եք, նայեցեք, վերջինը գրված է եւ սարդ։ Որանք որ խաչով են գրված է, ինքը մողեսի մասին է, պրոբլեմ չկա, էդի հեսա գբադմեմ էդի սերեններ։ Եվ սարդ։ Նայեցեք ինչ ասում իր մասին սիրեններ։ Դե մողեսը եւ սարդ սիրեններ։ Ասում է ինքը իր ցերկովը բռնում է եւ ինքը գտնում է տակավորների պալատքի մեջ։ Ինչ հետաքրքիր սիրեններ։ Ուրա գտնվում է եղբայրս։ Ինքը ցերկով է բռնում բادرը, չէ, մողեսը տեպանը, բայց ինքը գտնվում է հասկանում ես տակավորների պալատքի մեջ։ Ինչի համար եղբայրս, հասկանում ես։ Դեսնում եք սիրեներ, շատ դույլ է, շատ դգար է, բայց Աստված նորեն իրեն դենց զինվել է սիրեներ, իմաստություն է դվել, որ իրեն պաշտպանելու համար, որ այդ վտանգները իրեն չհասնի սիրեներ, ինքը հասկանում ես ուր է գտնվում թագավորների պալատքի մեջ, թագավորի պալատքի մեջ։ Իսրայել եղբորը բադում եմ, ասում եմ Իսրայել եղբայր, սարդը, ասում եմ նա ինքը երբ որ գիրագյուր է ուդում, սիրեներ, իր փորի մեջ ինքը սկսում ավեջ են սարքի տելեր եւ իր պերանից հանում է, սիրեներ։ Եվ մի օր գայնել եմ, ասենց նայում եմ, ասում եմ, այ մարդ, այս փոքր գենթանին, ասում եմ, էսի ինչ է սարքել, էսի ինչ ջարդարաբություն, էսի ինչ սիրուն է սարքել իր տելերը սիրեներ։ Նայում եմ, ասում եմ, ինչ ջարդարաբեդ է էսի, իրոք ալ, էսի ինչ իմաստություն է սարքել սիրեներ։ Այս փոքր գենթանին Աստված իրեն զինվել է իմաստության, սիրեններ, եւ ինքը թագավորների պալատքի մեջ գտնվում է։ Այսօր համար հոգեվորաբեջ ինչ մենք այսօր սովորենք սիրեններ, այս գենթանից ինչ սովորենք այսօր։ Ինչ սովորենք եղբայրս, ավետարանը ինչ է ասում։ Գիտեք, եղբայրս, Եղիան ամբողջ բեդությունը չկարացավ իր վրան, ամբողջ բեդությունը սիրեններ, ոչ Իզաբելը, ոչ Ախաբը, բոլորին ինքը միադիգ էր, ջարդում էր բոլորին, բոլորը Եղիային վախենում են սիրեններ։ Գիտեք ինչի համար, ինչ էր այդ գախնիկը սիրեններ, որ մի մարդ ջարդում ամբողջ բեդություն, մի հատ մարդ սիրեններ, Եղիայի գախնիկը էդիա, գենտանի է Աստված, որ ես իր առաջը գայնած եմ, ալելույա, ինքը միշտ Աստծո ներկայության մեջն է, ինքը միշտ Աստծո պալատքի մեջն է սիրելներ, ինքը միշտ սիրելներ, այդ գենտանի խոսքը միշտ ասում էր, գենտանի է Աստված, որ ես միշտ գայնած եմ իր առաջ, ալելույա սիրելներ, եւ մենք տեսնում ենք Եղիա մի պահ գործեց այդ ներկայությունը, Իզաբելը մի հատ խոսք խոսեց, սկսավ վախ, սկսավ տողալ, սկսավ պախել, սիրեներ, երբ որ Աստծո ներկայությունը, երբ որ չենք գտնվում Աստծո պալատի մեջ, երբ որ չենք գտնվում Աստծո ներկայության մեջ, շատ հեշտ է մեզ հաղթելը, շատ հեշտ է սիրելներ, այսօր համար խնդրում եմ ցեզանից, թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի սիրելներ, գիտեք, Սաղմոս 84 3 համարը նայեցեք ինչ է գրված։ Ճնչուկնալ տուն գտավ, ու ծիծեռնակը իրեն բույն, իր ձագերը դնելու համար, քո սեղաներուդ քով, ով սուրաստեր։ Գիտեք տրչունարու տրելը իր բումը։ Աստծո սեղանների մոտ, ալելույա։ Մեզանից եղբայրս, ասում է տրչուննալ բումը կդավի քու դանդ մեջ։
Տրճուն է եղբայրս, որ աբահով իրեն գտնվի։ Նայեցեք կենտանի է, ասոր համար սիրելիներ թող Աստված օրհնի մեզ, որ մենք սովորենք, թող Աստված օրհնի։ Գարանանք այս կենտաններին, դգար, շատ դգար կենտաններ են, բայց Աստված իրենց զինվել է, ինչ իմաստության, իրենց պաշտպանելու սիրելիներ, իրենց կյանքը պաշտպանելու։ Եղբայրը խոսեց, ով որ իմաստության բագաս ունի, թող խնդրի եղբայրս Աստծու, թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի սիրելիներ։ Ուրեմն, ինչ սովորանք այսօր եղբայրս։ Մրջունից ինչ սովորանք։ Ինչ սովորած։ Ժամանակը ձախու առ։ Ժամանակը ձախու առ։ Վաղը չգիտես դու Գաբրի չես ապրում այ եղբայր։ Վաղը դու գիտես գլուխդ գտնես բարձի վրա կամ հելած կամ չելած։ Ինչ գիտես այսօր եկեցից դուրս ես ելնում ինչ է գդարվում քո հետ։ Սիրելներ, թող ժամանակը ձախու առ, թող ես հերախոսը, տեղ ես ունայն բաները, վաղը քեզի համար չի տրվում։ Վաղը քեզի համար կարող է չտրվի։ Այսօր քո ժամանակը ճիշտ օգտագործի, սովորի մրջունից սիրելներ։ Այսօր համար շահի ժամանակը սիրելներ։ Թող Աստված օրհնի մեզ սիրելներ։ Ինչ սովորանք սիրելներ մուս կենտանիներին, իր դունը ժայռի վրա։ Իր դունը ժայռի վրա է սարքել։ Սիրելներ, քո դունը շինի Աստծո խոսքի վրա։ Այդ ժամանակը որ դու աբահով գտնես, քամիները գկա, դժվարությունները կա, դու երբեք չես բարդվում։ Սիրելներ, թող Աստված օրհնի ամեն սիրելներ եւ մորեխի ինչ սովորենք միաբանությունը։ Միաբանությունը սիրելներ։ Այս 4 գեդերը դիր քո խելքիդ մեջ ու գնա ապրի։ Միաբանությունը, եթե քեզի առանձին ես սկսում, ասա դեր Աստված ուզում եմ միաբանվին, քո Աստծո ժողովրդի հետ, եկե միտքը դարբեր Աստծո ժողովրդից, ասա դեր Աստված, ես այսօրվե միաբանվում եմ իրար հետ դեր։ Առանձին չգտնվին, որ սատանան շատ հեշտինով ինձ չբռնի։ Հասկանում եք, մի առանձնացիք, եթե դուք եք առանձնացեք մի ժողովրդին, բերեք իրեն, որ նա ինքը չլինի հասկանում ես մի որս հասկանում ես սատանայի սիրելներ։ Թող Աստված օրհնի մեզ եւ Աստված մեզ զորացնի։ Սովորենք միաբանությունը եղբայրս եւ 4-րդ կենտանին սիրելներ, ինչ իմաստության գտնվում է թակավորների պալատքի մեջ։ Միշտ գտնվի Աստծո ներկայության մեջ։ Մի րոպե թողես ու չմտնաս Աստծո ներկայության մեջ։ Միշտ հասկանում ես պետք է դու այդ ներկայության մեջ կենտանի Աստված, որ ես իր դիմացը հասկանում ես, ով Աստծո առաջ միշտ գայնում է, ով Աստծո հետ հաղորդակցություն ունի, ով Աստծո հետ ապրում է, այդ մարդը ոչ մի բանի չի վախենում։ Ոչ մի բանի, սիրելներ, ոնց էր խոսում Եղիան, ոնց էր խոսում, հասկանում ես Ախաբի հետ, Իզաբելի հետ, ինչի համար գախնիկը, որովհետև կենտանի Աստծո առաջ է գայնած, ալելույա։ Մենք հիմա աղոտ կանենք, թող Աստված օրհնի սիրելներ, եթե այսօր քեզ զգում ես դգար, նայ ես կենտաններին, նայ ես 4 կենտաններին, Աստված ինչ իմաստությունով զենվել է իրեն, ինչքան ավել դու։ Մենք հիմա աղոթենք ինգի Տիրոջ առաջ, ասես Տեր Աստված, խնդրում եմ, այսօրվա եղբայրների խոսալները Տեր Աստված, այսօրվա թեմաները, կարոզները Տեր Աստված կյանք տանան ինձ համար, Հիսուս ջան, երթամ ես սովորիմ ես կենտանիներից։ Ամեն, աղոթում ենք, օրհնյալ